Starnews.am-ը շարունակում է ձեզ մեկ հոլովակով ցույց տալ ու ներկայացնել շոու բիզնեսյան ամենակարևոր իրադարձությունները։ Սիրված դերասան Գևորգ Գրիգորյանն արդեն տևական ժամանակ է ինչ չի նկարահանվում նոր հեռուստասերիալներում, սակայն դա չի խանգարում երկրպագուներին սպասել ու հուսալ, որ նրան կրկին կտեսնեն նոր հեռուստասերիալում և որպես գլխավոր դերակատար։ Սակայն այս ընթացքում Գևորգն ակտիվությունը պահպանում է սոցիալական հարթակներում, որտեղ էլ նոր ռիլով է կիսվել։ Ռիլի բովանդակությունն է «Ինչ է սերը»։ Ահա այսպիսի ռոմանտիկ պատմությամբ Գևորգը կիսվել է ինստագրամյան իր էջի սթորիս բաժնում, իսկ միտքն այն է, որ սերը օդապարիկի բացվելու նման է, այն թևեր է տալիս հույս ու վստահություն։ Դերասանուհի Ռոզա Դավթյանն էլ կրկին իր ինստագրամյան էջի սթորիս բաժնում պատմել է իր առօրյայի նոր գնումների մասին։ Նա նոր տեսանյութ է հրապարակել ու իր երկրպագուներին ցույց տվել վերջին կատարած գնումները։ Starnews-ն առաջարկում է դիտել տեսանյութը հենց այս հոլովակում։ Մի քանի նոր բաներ եմ գնել, ուզում եմ ձեզ ցույց տամ։ Այս բամբակի և ականջի փայտերի համար նախատեսված տարաները։ Սրանք իմ մշտական մազակալներն են, ես օգտագործում եմ և կորցնում եմ, բայց իրանք երկար են դիմանում։ Այսպիսի փոքր բրոշներ, սեթ, որպեսզի հարմար լինի դարակում դնեմ, չկորի, ինչ-որ բան պետք լինի ձեռքի տակ ունենամ, ահռելի քանակությամբ ականջի չոփեր, վատնի դիսկեր և այստեղ անձեռոցիկներ, իրականում այս փղիկի համար եմ գնել, ու մեքենայիս համար էլ լավ կլինի, այստեղ մի հատ զակոլ կա և այս ամենին վճարել եմ, հիմա նայենք ինչքան, 15,930, ինչ եք կարծում, արդարացված է, թե ոչ։ Ողջույն ընկերներ, պատրաստվել եմ, գնում եմ մամայի մոտ մազերս խնամք անենք նոր նյութերով, ձեր համար վիդեո նկարենք, հետո պիտի գամ տուն էլի նկարահանումներ ունեմ, եթե հասցնեմ, մի խոսքով այսօր սյոմուչնի օր է ինձ մոտ, կստացի շորիկն եմ հագել, շատ սիրուն է, արժեր վերցնել հաստատ, փոխեցի փոքր չափսի ու շատ եմ հավանում։ Դերասանուհի և ռադիոհաղորդավարուհի Էվելինա Ստեփանյանն ինստագրամյան հարթակում հայտնել է, որ հանդիպել է համակուրսեցիների հետ։ Նախ դերասանուհին մի զվարճալի տեսանյութ էր հրապարակել ընկերների մասնակցությամբ, ապա նաև ցույց տվել, թե ինչպես է պատրաստվում հանդիպմանը գնալիս և ինչ է կրում այդ օրը։ Ավետ, ասա, հենց հիմա սենց ասար ֆիքսել։ Եթե հասոյի երեխեն ծնվեց հուլիսի 10։ Հասոյի և Զաքոյի, հա։ Ես էլ եմ մասնակցել։ Եվ ասում գլխավոր մասնակցություն։ Ասա, լավ։ Եթե հասոյի և Զաքոյի երեխեն ծնվի հուլիսի 11-ին, քո ծնունդի օրը։ տարիների ծնունդները նշում եմ ես իմ գումարները։ Բայց խնդրեմ, Հասա բիզնես։ հասա 11։ Բայց մի հատ Բայց ճշտենք, որ քո ծնունդի օրն է, էլի 11 ամսի դրա համար, հա։ Մինչև 7 տարեկան։ Ամենք ինչ ապիշատ անենք ապա։ Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած երգիչ Տիգրան Ասատրյանը օդանավակայանից հոլովակ է հրապարակել Թորնիկի Տիգրան Ասատրյան կրտսերի մասնակցությամբ։ Այդ հոլովակն առաջարկում ենք դիտել հենց այս պահին։ Տիգրանիկը եկել է ինձի ճանապարհի, նոնեին, տիկոին ճանապարհի, չէ։ Դե փաթաթվի տիկոին պաչի գարա, ուժեղ փաթաթվի, կարոտելու է մյուսին տղու, դե ձերով արա, որ ետնանք Սամալյոտ։ Մենք պատրաստվում ենք արդեն թրիշկի դեպի Ֆրանկֆուրտ, այնտեղից էլ Միլա։ Պատրաստ ես։ Նոնի։ Այս բարի թրիչ,
բարի վայրեջք։ Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը շարունակում է Instagram-յան հարթակում խոսել այն մասին, ինչն իրեն անհանգստացնում է։ Վստահաբար դրանցից, այդ հարցերից շատերն անհանգստացնում է նաև ձեզ։ Ուստի առաջարկում ենք լսել հաղորդավարուհու կարծիքը եւ ձեր կարծիքն էլ թողնել մեկնաբանությունների բաժնում։ Եթե ձեր տղան պարտեզից ձեզ չի բերում վիշնյաներ, այնտեղի ծառերից քաղած, ուրեմն լավ պարտեզ չի գնում։ Նստած ուտում ենք ու հավիտենական գնում ենք դեպի կորտ թենիսի դասի։ Կարա ինձ ինչ-որ մեկը բացատրի, որտեղից սերը այս երեխայի օծերի նկատմամբ։ Սա մեր 30-րդ օծն է։ Հույսուր։ Ես կապ չունեմ։ Էլ է լինում, որ Instagram-ը թերթելուց հետո ձեզ մի քիչ դեֆեկտավոր եք զգում։ Իմ մոտ եղել է։ Նայում եմ, առաջին ժամադրություն միայն հսկայական ծաղկեփունջ։ Եթե տղամարդ, ապա եկամուտը մինիմում 1 միլիոն։ Տան դիմացել ցանկալի է Mercedes կամ BMW կանգնած լինի։ Աղջիկները Cartier, Graf, կատարյալ դեմք, 3 երեխաների մայր ես, ծննդաբերության հաջորդ օրը իդեալական որովայն ու հաջողության սեփական մարաթոն է։ Իսկ եթե տրամադրությունը վատ է, ասում ենք, որ դա հոգնածություն չի, դա հետընթաց Մերկուրին է կամ ճակատագրի մատրիցան։ Ու սովորական մարդը մեր նման նստած մտածում է, բա ինչու ինձ իմ ամուսինը կղզի չի նվիրում։ Ինչու մենք ունենք խնդիրներ, որովհետև սոցցանցերը դադարել են իրականություն ցույց տալուց։ Սա ցուցափեղկ է, որտեղ բոլորը մրցում են, թե ով ավելի սիրուն կխաղա իր կատարյալ կյանքի դերը։ Ու ճշմարտությունն այն է, որ քեզ հետ ամեն ինչ կարգին է, ու հենց էսա կյանքը իր բոլոր խնդիրներով։ Ուղղակի տարբերակեք ֆիլտրերը իրական կյանքից, որովհետև այսօր էկրաններից այն կողմ ամենահեշտն է լինում խաբել։ Նույնիսկ ես ձեզ կարող եմ խաբել այն, ինչ ուզում եմ։ Թեթև ապրեք։ Կներեք, էլի, ձեր մոտ ստացվում է ապրել այս քաղաքում, թե ուղակի կյանքի կեսն անցկացնում եք խցանումների մեջ։ Անցած շաբաթ համերգ էի գնում, տանից դուրս եկա 1 ժամ շուտ, բայց տեղ հասնելու փոխարեն 2.5 ժամ մնացի նույն տեղում կանգնած։ Ու ես հեչ խնդալու չի։ Մաշտոցի պողոտան ժամը 4-ից կաթվածահարա, որովհետև Սարյանը միակողմանի է։ Կերվյան կամուրջը 2 ամսով փակ է։ Կենտրոնի մի քանի փողոցներ էլի քանդած են։ Մենք ժողովուրդ ապրում ենք ուղակի կոլապսի մեջ։ Հասկանում եմ, ավտոբուսի գծեր են անում։ Թվում է լավ բան ենք ուզում անել, բայց եթե փողոցը նույն նեղ փողոցն է ու դու այդտեղից մի ամբողջ գիծ խլում ես, արդյունքում արդեն եղած ճանապարհը կիսով չափ վերանում է։ Լավ գաղափարները, խնդրում եմ էլի, ճիշտ հաշվարկենք, ոչ թե մեխանիկորեն պատճենենք։ Ես իրոք հոգնել եմ ամեն օր ժամեր կորցնելուց։ Ես հոգնել եմ, որ իմ երեխաները A-կետից B-կետ չեն հասնում։ Ու ինձ հետաքրքիր է նաև ձեր կարծիքը, ոնց եք դուք կարողանում այս իրավիճակում գոյատևել։ Թողեք մեկնաբանություններում։ Մերսի, կներեք հուզմունքիս համար։